Արման Եղոյան առաջի հարցի իրավունք, համեցեք պարոն Եղոյան։ Շնորհակալություն, հարցս ուղղում եմ փոխվարչապետ պարոն Գրիգորյանին։ Պարոն Գրիգորյան, հարցս վերաբերում է կրիպտոարժույթներին եւ ինչու եմ այն ուղղում ձեզ, որովհետեւ կարծում եմ դուք ամենաշատն եք ձեր աշխատանքի բերումով շփվել ոլորտի մասնագետների հետ եւ ամենալավն եք տեղեկացված այնտեղ անցուդարձին եւ վերջին զարգացումներին։ Տեսեք, ազգային ժողովը վերջերս օրենք ընդունեց, որով արգելեց կանխիկով հունվարի 1-ից պիտի ուժի մեջ մտնի կանխիկով կրիպտոարժույթի վաճառքը, հետեւաբար այն հնարավոր է հիմա անել միայն անկանխիկով։ Սակայն այդ ոլորտի մասնագետները, այդ գործով զբաղվող մարդիկ ասում են, որ կա կենտրոնական բանկի շրջաբերականը, որը չի խրախուսում ընդհանրապես կրիպտոարժույթով զբաղվելը առևտրային բանկերի կողմից եւ բնականաբար առևտրային բանկերը հետևում են այդ շրջաբերականին, թեև ես լսել եմ նաեւ այլ հավաստումներ կենտրոնական բանկից, որ այդ շրջաբերականը այլևս ուժի մեջ չէ, բայց ես չեմ տեսել որևէ այլ շրջաբերական, որով նախորդը կչեղարկվեր կամ կխրախուսվեր կամ կասել, որ կարելի է արդեն կարող եք զբաղվել, ես կխնդրեի ձեր դիրքորոշումը հայտնեիք, ընդհանրապես այս նոր ոլորտ է, ինչ եք կարծում, ինչպես պիտի մենք առաջ շարժվենք այստեղ։ Հարցին կպատասխանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, համեցեք պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, դահլիճում լռություն։ Բոլորը հազացին, բոլորը խոսեցին, լռություն հիմա։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Եղոյան, ինչ խոսքը շատ կարևոր հարց է եւ շատ երկրներ կան, որոնք չեն կարողանում վերջնական լուծում գտնել։ Որևէ մեկ այդ թվում Հայաստանի Հանրապետությունը մասնավորապես դեմ չի թվային ակտիվների գործի խթանմանը, զարգացմանը, թվային ակտիվները դա ապագա է եւ մի օր ի վերջո փողը դառնալու է թվային ակտիվ։ Դա է հեռանկարը։ Մյուս կողմից ստեղ ավելի շատ խնդիր է կայանում նրանում, որ որքանով է գույքի սեփականատերը նույնականացվում կամ որքանով է դա հնարավոր իրականացնել։ Այսինքն իրականության մեջ թե մեր թե կենտրոնական բանկի կարգավորումների խնդիրը բացարձակ չի վերաբերվում կրիպտոարժույթի կամ թվային ակտիվի շրջանառությանը, բացարձակ, եւ մենք ուզում ենք, որ լիարժեք քաղաքացիական օրենսգիրքը ճանաչի կրիպտոարժույթը, կրիպտոակտիվը որպես լիարժեք գույք, որը շրջանառվում է Հայաստանի Հանրապետությունում։ Միևնույն ժամանակ, եթե մենք ունենք գույքը, մենք պիտի հասկանանք ով է գույքի սեփականատերը։ Հիմա քանի որ կրիպտոակտիվների շրջանառության պարագայում դեռ շատ դժվար խնդիր, հետագծելիությունը չի երևում, առաջանում են նմանատիպ խնդիրներ։ Ինչ վերաբերվում է նախագծին, որ ազգային ժողովում քննարկվեց, փոխանակումը կանխիկով, տեսեք, ստեղ ինչ վտանգ կա, եթե դա դառնա թույլատրելի կամ մնա թույլատրելի, դա նշանակում է, որ մենք ֆիսկալ համակարգին լուրջ հարված ենք տալիս։ Որովհետև երբ որ այդ գնումը տեղի է ունենում անկանխիկով, դա նշանակում է ֆիսկալ տիրույթում, գոնե այդ առևտուրը ինչ որ ձևով, գոնե վճարման փուլում արձանագրվում է եւ ինչ որ չափով հետագծելի է դառնում։ Երբ որ դա տեղի է ունենում կանխիկով, այլևս հնարավոր չի իդենտիֆիկացնել գնման կամ վաճառողին կամ որևէ կերպ տեսնել, թե ի վերջո դրամը ուրա գնացել։ Սա է մեկ խնդիրը, մենք բնականաբար շատ զգուշ ենք լինելու եւ ամեն ինչ անելու ենք, որ մեր կարգավորումները որևէ կերպ առավել եւս մայնինգին չխոչընդոտեն։ Դա բացառվում է, որովհետեւ մենք ուզում ենք, որպեսզի մայնինգ լինի, առավել եւս էներգետիկայի ավելցուկների պարագայում։ Եվ դա նաեւ մայնինգը ինքը շատ լավ գործիք է, որպեսզի մենք մեր սպառումը բալանսի բերենք էներգետիկ արտադրանքի, բայց այնուամենայնիվ շրջանառության պարագայում այո մարտահրավեր է մեր օրակարգում եւ ձեր օրակարգում այդ հարցը շարունակելու է մնալ, որովհետեւ ես չեմ կարծում, որ մենք կոնսենսուս կունենանք, որպեսզի ըստ էության գույքի սեփականատերը մնա օֆշորային կամ անտեսանելի գոտում։ Արձագանք պարոն Եղոյան։ Պարոն փոխվարչապետ, տեսեք, դեռ կանխիկի մասով կարող ենք առանձին քննարկում ունենալ, եկեք այս պահին
գործող օրենքով թույլատրված անկանխիկի վերակենտրոնանանք։ Այսօրվա օրենքը թույլ է տալիս անել անկանխիկով։ Հիմա մարդը եթե գնա բանկ, կարող է անկանխիկով կրիպտոարժույթ առնել։ Ինձ ասում են, որ չի կարող, որովհետև բանկը ուղղակի չի սպասել կիրենք։ Ասի մենք չենք անում դա, բացատրելով կամ ընդհանրապես չբացատրելով, լավագույն դեպքում ասելով, որ դա մեր քաղաքականությունն է կամ կենտրոնական բանկի շրջաբերականն է եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերում է ձեր ասած իդենտիֆիկացիային, ինչքանով որ ես եմ հասկանում այդ տեխնոլոգիաներից, հատկապես բիթքոյնից, որից ես չունեմ, այդ բան չմտնենք, հա։ Ոչ մեկ չի կարող իմանալ ունեք թե չունեք։ Այ հենց այդ է, ինչքանով ես տեղ իմ խոսքը գնահատում եմ որպես փաստ էլի արդեն։ Իմաստը հենց այնա, որ չիդենտիֆիկացվի այդ տեխնոլոգիայով։ Ստացվում է, եթե մենք ուզում ենք իդենտիֆիկացնել եւ չենք կարողանում իդենտիֆիկացնել, ստացվում է մենք չենք խրախուսում ընդհանրապես այդ ֆենոմենը։ Նույն հաջողությամբ, պարոն Գրիգորյան, մենք կարող ենք ասել, որ քանի կանխիկը կար 2-2.500 տարի, չէ՞, մինչև անկանխիկի հայտ գալը։ Այդ կանխիկի տիրոջն էլ չէին կարող իդենտիֆիկացնել։ Միտեղ մեկի տանը դրած էր, չգիտեմ, 10 կիլո ոսկի, ումն էր դա։ Ոչ մեկ չէր կարող հաստատ ասել։ Գիտել միայն այդ ոսկու տերը, չէ՞, բայց կանխիկով շրջանառությունը լինում էր, չէ՞, եւ հանցավոր շրջանառություն եւ օրինական շրջանառություն։ Այստեղ էս դիլեման մենք ո՞նց ենք լուծելու, եթե անպայման վերջնանպատակ դնենք իդենտիֆիկացնել, թե ումն է այդ կրիպտո ակտիվը։ Ո՞նց ենք դա անելու։ Ես համաձայն եմ ձեր դիտարկման հետ եւ ինքը պարզ հարց չի։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ այս հարցի միակ լուծումը կայանում է նրանում, որ կրիպտո արժույթի առևտրով զբաղվողները ինչ որ ձևով, ոնց որ դա արվում է այլ երկրներում, իդենտիֆիկացվեն եւ իրենց գործունեությունը ինչ որ ձևով կարգավորվի։ Հակառակ դեպքում, ի վերջո այո, կանխիկը որևէ մեկը չի արգելել, բայց մենք չենք խթանում կանխիկ շրջանառությունը եւ կարծում եմ հետեւողականորեն պիտի ամեն ինչ անենք, որ չխթանենք։ Հակառակ դեպքում ֆիսկալ համակարգը դառնում է շատ խոցելի։ Հիմա շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք կանխիկը չխթանեինք եւ միևնույն ժամանակ խթանեինք կանխիկ առևտուրը կրիպտոակտիվի կամ կրիպտոակտիվի գոյությունը առանց իդենտիֆիկացման։ Դա պրոբլեմ է։ Հասկանում եք, մի օր կարող է պատահի դրա պատճառով ուղղակի հարկեր չվճարվեն։ Այսինքն վերջնական ռիսկը հանգելու է դրան։ Եթե ինքը դառնա վճարամիջոց ու ազատ շրջանառվի, այդ դեպքում հարց առաջանում, իսկ ինչի շրջանառվի ՀՀ դրամը, կանխիկ թե անկանխիկ, եթե կարելի է շրջանառել կրիպտո ակտիվ եւ որևէ հետագծելիություն չթողել։ Սա է խնդիրը։ Բայց ամեն դեպքում մենք միևնույնն է միասին շարունակելու ենք այս հարցով զբաղվել, սա դեռ շատ լրամշակման կարիք է ունենալու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ։